Սիրելի հայրենակիցներ, ես կրկին ուղիղ եթերում եմ, ուզում եմ ընթացքի մասին ձեզ տեղյակ պահել, իմացա նոր շտապօգնության ավտոմեքենան ժամանեց եւ իմացա, որ շտապօգնության մեքենան ժամանել է Չախոյան Արտուրի վնասվածքների հետ կապված։ Ներսում արդեն փաստաբանները Արտուր Չախոյանի հետ են, հնարավորություն եմ ունեցել Արտուրի հետ խոսել, նրա դուխը մարտական է, ասում է, այս արատավոր երևույթը, այս շմայսիկների վերաբերմունքն ու երևույթը պիտի արմատախիլ լինի Հայաստանում եւ ասում է, իմ դուխը մարտական է, չեմ նահանջելու կոռուպցիայի դեմ պայքարում, կոռուպցիայի դեմ պայքարը միջև վերջ տանելու եմ եւ նա նույնպես պնդեց, որ սա իր դեմ չէր, այդ հալանի կոռուպցիայի պաշտպանության դեմ էր կապված։ Դուք մարդու իրավունքների պաշտպանությունից եք, բարև ձեզ, դուք մարդու իրավունքների պաշտպանության ինչու եք հրաժարվում խոսել, ես էլ քաղաքացի եմ, ավականի եմ, նաև իմ հետ կապված խնդիր է, դուք ինչու եք խուսափում կանգնել խոսել։ Ազատազրկվածանցի հետ հանդիպին աբերվել, ստացվում է սպայնի իրազատությունը սահմանափակված է, խոսենք հասկանանք ինչ իրավական հիմքով։ Գիտեք, ես նաև ցանկանամ, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը իր դեմքը վերականգնի եւ մարդիկ ընդունեն որպես դա մարդու իրավունքների պաշտպանություն, այլ ոչ թե կցորդ իշխանությանը։ Տեսեք, այստեղ ժամանեցին նաև մարդու իրավունքների չպաշտպանները, ես նրանց հետ էլ փորձեցի խոսել, բայց եկել են նույնիսկ խնդրի մասին չեն ուզում խոսել եւ իրենք փախնում են, էլի, ավտոյի մեջ զոնտիկ կա, որ խնդրեմ հետևից կբերեք։ Ես շարունակել եմ ուղիղ եթերում մնալ, ձեզ տեղյակ պահել, նորից կրկնեմ, շտապօգնության մեքենան եկել է Արտուրի համար, վնասվածքներ կան, բոլորն է տեսել են վնասվածքները, նորից եթերում կլինեմ ու նորից կրկնեմ, այս ամենը կոռուպցիայի թալանի համար են իրանք անում, իրենք ի պաշտպանություն դրա են անում, ես ամենայն պատասխանատվությամբ անում եմ, ասում եմ, որովհետև այս ամբողջ պրոցեսը սկսեց մեր դեմ արշավը, երբ որ մենք խոսեցինք, որ Լիլիան Արմ ընկերությանը, ԿՊ-ական ընկերությանը նմանատիպ գումարներ տալը հանցագործություն է, ժողովուրդ, լավ, այսքան փորձանքից հետո ո՞նց եք տալիս, այսինքն ես կարող եմ հասկանալ, որ դուք իրանց հետ փայ եք, եւ իրենք նորից եմ կրկնում, այստեղ Հանրապետություն կուսակցությունը չի, իրենց ուղղորդում է ԿՊ-ն, բոլորը միասին, նաեւ մեր հասարակությունը պետք է տեսնի եւ գիտակցի, որ Հանրապետություն կուսակցությունը այսօր ցույց է տալիս իր դեմքը, Եվրոպա ձգտող գնացողները տեսնում ենք իրենք բորենիների նման մարդուն ծեծել, այսինքն ոնց կարելի է օրինակի համար հարձակվել մի խմբակով մի տղայի վրա։ Ես նորից կապի մեջ կլինեմ, շտապօգնությունը դուրս գալուց հետո կհարցնեմ Արտուրի որպեսությունը ու նորից կապի մեջ կլինեմ։ Շնորհակալություն, նաև շնորհակալ եմ լրագրողներին, ովքեր լուսաբանում են եւ նույնիսկ այստեղ են իրենք եկել։